Hadid 110 կամ Դալահու անտեսանելի մահապարտաթսը Իրանից։ Իրանը շարունակում է մշակել իր կամիկաձե հարվածային անօդաչու թռչող սարքերի շարքը։ 2025 թվականին երկիրը ներկայացրել է այս դասի նոր մշակումը Hadid 110, որը հայտնի է նաև որպես Դալահու անվանմամբ։ Այս անօդաչու թռչող սարքը հաջողությամբ անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները, հաստատել է իր կատարողականը եւ ընդգրկվել սպառազինության կազմում։ Նոր զինատեսակը ներկայացվել է 2025-ի փետրվարին Էգդետար 1403 ռազմատեխնիկական ցուցահանդեսում։ Եվ չնայած ինչպես մյուս զինատեսակների նախագծման պարագայում այս դեպքում եւս ամբողջ գործընթացն իրականացվել է միանգամայն գաղտնի կերպով, այնուամենայնիվ ներկայումս Իրանը ցուցադրում է իր դրոնի հիմնական կատարողական բնութագրերն ու դիզայնի առանձնահատկությունները։ Hadid 110-ը ֆիքսված թևերով անօդաչու սարք է։ Այն առանձնանում է ամպոչ դիզայնով, առանձնահատուկ ֆյուզելյաժով եւ դելտա թևերով։ ԱԹՍ-ն ունի յուրահատուկ արտաքին տեսք հարթ մակերեսով եւ սուր եզրերով։ Դատելով արտաքին տեսքից, դրա կառուցվածքում լայնորեն օգտագործվել են պլաստմասա եւ կոմպոզիտային նյութեր։ Թռչող սարքի ուրվագծերը եւ դիզայնի այլ առանձնահատկությունները վկայում են ռադարի ազդանշանի նվազեցման մասին։ Այս առումով Hadid 110-ը ամենայն հավանականությամբ գերազանցում է նմանատիպ դիզայնի եւ չափի այլ իրանական եւ արտասահմանյան արտադրության անօդաչուներին։ Այնուամենայնիվ հարկ է նշել, որ արդեն հայտնի Շահեդը եւ նմանօրինակ անօդաչու թռչող սարքերը նույնպես հեշտ թիրախներ չեն հայտնաբերման համար։ Սարքի ճշգրիտ չափերը եւ քաշն անհայտ են, դրա երկարությունը եւ թևերի բացվածքը կարելի է գնահատել 2.5-ից 3 մետր։ Մարտական բեռնվածությունը հասնում է 30 կիլոգրամի, ինչը թույլ է տալիս գնահատել դրա հնարավոր մեկնարկային քաշը։ ԱԹՍ-ն ունի կոմպակտ տուրբոռեակտիվ շարժիչ, որը տեղադրված է պոչի մասում։ Թռիչքի եւ սկզբնական արագացման համար օգտագործվում է պինդ վառելիքի ուժեղացուցիչ։ Տուրբոռեակտիվ շարժիչի շնորհիվ ԱԹՍ-ի թռիչքի արագությունը հասնում է 500-ից 510 կմ/ժ, նրա թռիչքի բարձրությունը մինչև 6100 մետր է, իսկ թռիչքի հեռավորությունը կախված թռիչքի պրոֆիլից կազմում է 300-ից 350 կմ, մոտավորապես 50 րոպե թռիչքի տևողությամբ։ Իր ներկայիս կոնֆիգուրացիայում Hadid 110 ունի կառավարման համակարգ, որը հիմնված է ավտոպիլոտի եւ նավիգացիոն գործիքների վրա։ ԱԹՍ-ն որոշում է իր գտնվելու վայրն իներցիոն եւ խլացումներին դիմակայող արբանյակային համակարգերի միջոցով, որոնք էլ դրոնն ուղղորդում են նախապես որոշված ճանապարհով դեպի թիրախ։ Այն կարող է մանևրել խուսափելով հայտնի հակաօդային պաշտպանության գոտիներից եւ բարձր անկյան տակ մոտենալ թիրախին։ Թռիչքի նախապատրաստման եւ թիրախի տվյալների մուտքագրման համար օգտագործվում է համապատասխան ծրագրային ապահովմամբ պլանշետային համակարգիչ։ Փորձագետների գնահատմամբ, եթե անօդաչու թռչող սարքը ստանա նոր սարքավորումներ, գործառույթների ընդլայնված ցանկով կարող է մշակվել լիարժեք ֆունկցիոնալ կառավարման կայան, հեռակառավարման վահանակով, ռադիոկապով եւ այլ սարքավորումներով։ Մինչև 30 կիլոգրամ բեռնվածության հնարավորությունը թույլ է տալիս կրել տարբեր տեսակի մարտագլխիկներ, այդ թվում բարձր պայթուցիկությամբ բեկորային մարտագլխիկ։ Hadid 110-ն օգտագործում է եզակի մեկնարկային համակարգ։ Հարթակը տեղադրված է ամրակների վրա եւ ուրվագծում է դրոնի արտաքին տեսքը։ Այն նաեւ ունի ամբողջ սարքը մեկնարկային հարթակ բարձրացնելու հենարան։ ԱԹՍ-ն թռիչքային հրապարակ է տեղափոխվում արդեն ամբողջությամբ հավաքված վիճակում, ուղղանկյունաձև տարայի մեջ։ Այսպիսով Իրանի ռազմաարդյունաբերական համալիրը շարունակում է մշակել կամիկաձե հարձակողական անօդաչու թռչող սարքեր, պարբերաբար ներկայացնելով նոր եւ հետաքրքիր զարգացումներ ու լուծումներ։ Վերջին 2 տարիների ընթացքում նրանք ներկայացրել են գաղտնի հարձակողական անօդաչու նոր սարքեր, որոնք ունեն ակնհայտ առավելություններ հին մոդելների համեմատ։ 2025-ին Պահապանների կորպուսի համապատասխան ստորաբաժանումները ստացել են եւ վարժանքներում հաջողությամբ փորձարկել Դալահու անօդաչու համակարգերը։ Ինչպես եւ ակնկալվում էր, այս դրոնները լայն տարածում են գտել եւ լիովին ինտեգրվել Իրանի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում։ Մասնավորապես 2026-ի մարտին իրանական տելեգրամյան ալիքները հաղորդեցին, որ Իրանի ուժայիններն առաջին անգամ հարվածել են Hadid 110 անտեսանելի մահապարտ դրոններով։ ԱԹՍ-ի հարվածի թիրախ են դարձել Մերձավոր Արևելքի մի շարք ռազմական օբյեկտներ։ Հենց այդ ժամանակ էլ համացանցում հայտնվեցին անօդաչուի առաջին լուսանկարները։ Փորձագետները չեն բացառում, որ Hadid 110-ը հետագա մի շարք մշակումների ու արդիականացման ենթարկվի։ Հնարավոր է, որ մոտ ապագայում հայտնվեն նոր կառավարման համակարգի եւ գործիքավորման տարբերակներ։ Այլ անօդաչու թռչող սարքերի արդիականացման նախագծերի փորձի հիման վրա Դալահուն կարող է ստանալ օպտիկա-էլեկտրոնային կայան, հեռակառավարման վահանակ եւ այլն։ Անկասկած այս նորարարությունները թույլ կտան ընդունել արդի մարտահրավերներն ու իրագործել առավել բարդ առաքելություններ։